Եվ նաև այսօրվա խորհրդով առաքյալն է շատ դիպուկ նկարագրում այն, ինչի միջով անցնում է այդ կինը, ինչի միջով կարող է անցնել եւ անցնում է մեզանից յուրաքանչյուրը։ Ասելով, որ ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց բանն այն է, որ հետևում մնացածները մոռացած, ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները, ուշադիր կերպով վազում եմ դեպի նպատակակետը, որին Աստված մեզ կոչել է Քրիստոս Հիսուսով։ Այսուհետև ձեզանից նրանք, ովքեր կատարյալ են, նույն ձևով թող խորեն, իսկ եթե որևէ բանի շուրջ ուրիշ կերպ խորեք, Աստված ձեզ դրա մասին էլ կհայտնի։ Միայն թե ինչի որ հասանք, նույնը խորենք և նույն կանոնի համաձայն ընթանանք։ Եվ շարունակելով իր խոսքը ասում է. ովքեր ընթանում են Քրիստոսի խաչին հակառակ, նրանք թշնամիներ են, և նրանց վախճանը կամ վերջը կորուստն է, և շատ հատկանշական, նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը իրենց ամոթը, նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում, իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է։ Եվ այս մասին առաքյալը բնականաբար խոսում է իր անձնական փորձառությունից, որի մասին էլ վկայում է ասելով. հստակ կերպով սահմանելով, որ նպատակակետին հասնելը մեկ իրադարձությամբ, մեկ միջոցառմամբ կամ մեկ դեպքով չի վերջանում, այլ ամբողջ կյանքի պարունակությունն է դա, ամբողջ կյանքի, անշուշտ առաքյալը խոսում է հավիտենական կյանքի, հավիտենական փրկության մասին, Քրիստոս Հիսուսով մեզ տրված որպես վերջնահանգրվան ու նպատակակետ, բայց նաև այն սոցիալականացնելով, նա հանրային մեր տիրույթում, մեր կյանքի մեջ դիտարկելով, այն նաև ընկալելի է, ոչ թե ընկալելի, այլ ուղղակիորեն արտահայտում է մարդու հարատև պայքարը, անընդհատ ձգտումը, նպատակակետին հասնելը, թե փոքր իր միջավայրում, իր ընտանեկան կամ առանձնական միջավայրում, և թե հատկապես մեծ միջավայրում, այն տիրույթում, այն տարածքում, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր իմաստով տարածքում, որտեղ ինքը ապրում է և գործում է, որտեղ ինքը չի կարող պարզապես լուռ մնալ անարդարության նկատմամբ, որտեղ ինքը չի կարող պարզապես անցնել կողքով այն այրի կնոջ, խորհրդանշականորեն ասված այրի կնոջ, որը հալածված է, որը անարդարության է մատնված, որը ինչ-որ իմաստով, լայն իմաստով գտնվում է հասարակության միջից մերժված լինելու մեջ, մեծ իմաստով, և այսպես շարունակ, որը ուղղակիորեն չի կարող պարզապես ապրել, գոյություն ունենալ և չունենալ արքայության ձգտումը ինքն իր մեջ, սրբագրելու, վերասրբագրելու և առաքյալի խոսքով ասած, մոռացած, ետևում թողած բոլոր երևույթները ձգտելու, դեպի առջև ընթանալու։ Եվ պարզապես չի կարող անտարբեր լինել բոլոր նրանց հանդեպ, ում, ինչպես նկարագրված է, ում Աստված իրենց որովայնն է, և սակայն փառք իրենց ամոթը, և որոնց նմանների վախճանը կամ վերջը կորուստն է, ոչ թե ձեռքբերումը։ Եվ սակայն այս ամենը չի կարող ունենալ, եթե չկորցնի իր անձը, այսինքն չհրաժարվի իր անձնական նախասիրություններից, որոնք ոչ թե վատ են միգուցե, այլ գերապատվություն ունեն անանձնական ձգտումների վրա։ Եվ միանշանակ չի կարող պարզապես լուռ մնալ կամ անցնել, ինչպես շեշտեցինք, ճշմարտության մասին խոսելու կողքից կամ արդարության ձգտումից,
որովհետև այս երկուսն են, այս երկու գաղափարներն ու արժեքներն են, որոնք ձևակերպում ու ձևավորում են մեր կյանքը եւ հարաբերությունները։ Այնպես ինչպես ապրում ենք այսօր։ Մեր քայքայված իրականության մեջ, որի մասին արդեն խոսում են բոլորը անխտիր, մենք ձգտում ենք արդարության եւ ճշմարտության վերականգնման։ Այս բոլորը ոչ թե ատելությամբ, ոչ թե պարզապես ցեխարձակումներով, այլ իրականությունը արձանագրելով եւ այդ իրականության մեջ ինքներս մեզ զետեղելով, մեր անձը կորցնելու գնով, պատրաստակամությամբ ընթանալու հենց այդ կորցնելու ճանապարհով մեր անձը եւ մեր նկարագիրը, մեր միջավայրը շահելու։ Ինչ է տեղի ունենում մեր կյանքում ավելորդ է խոսել։ Բայց այն ինչ որ տեղի է ունենում, անընդունելի է մեղմ ասած։ Եվ մենք հենց դրա համար ենք գտնվում պայքարի տարբեր շերտերի եւ աստիճանների մեջ։ Հենց դրա համար ենք հանձն առել, զոհել, ինչ որ ունենք անձնական իմաստով եւ մտնել այս ճանապարհի մեջ, մեր նպատակակետին հասնել, որը մեր սահմանած նպատակակետը չէ պարզապես, այլ անհրաժեշտություն է ճշմարտության հետ ամբողջությամբ համատեղված, ճշմարտության պայքարով վերականգնելու տունը, վերադառնալու մեր տուն, վերականգնելու արդարությունը կամ հաստատելու արդարությունը մեր կյանքում։ Եթե չկա արդարություն, չկա որևէ ձև, որևէ կերպ ներդաշնակություն, չի կարող լինել պարզապես։ Եվ այդպես էր այդ դատավորի պատմությունը, եթե խորհրդանշականորեն վերցնենք Աստծուց չամաչող, Աստծուց չվախեցող եւ մարդկանցից չամաչող կարևորագույն դերակատարություն ունեցող պաշտոնի կամ մարդու մասին։ Եվ մյուս կողմից համառորեն պայքարի մեջ գտնվող, հալածանքների ներքո պայքարի մեջ գտնվող այրի կնոջ մասին կամ կնոջ մասին։ Եվ մեր կյանքը նույն պատկերն ունի։ Մենք այսօր գտնվում ենք հենց այդ պայքարի մեջ։ Գտնվում ենք անանձնական պայքարի մեջ։ Մեր այս ամբողջ ժամանակահատվածում մենք տեսել ենք մարդիկ, ովքեր այդ արդարության եւ ճշմարտության վերականգնման համար, հայրենիք եւ տուն ունենալու համար, կյանքի ներդաշնակության համար, առանց որևէ բարձր կամ նյութեղեն ակնկալիքների, պատրաստակամությամբ գտնվել են կալանքների եւ ձերբակալումների մեջ, գտնվել են իրենց ունեցվածքի սահմանափակումների կամ ապօրինի հարձակումների, ունեցվածքի վրա ապօրինի հարձակումների մեջ, անորոշության մեջ, հայտնվել են ռումբերի տարափի տակ այդ անիրավ դատավորի կողմից,